Սիրելի ժողովուրդ, այժմ ելույթ կունենա աշխարհի ամենահամար մարդը։ 2018 թվականից առաջ, երբ Հայաստանում իշխանությունը վերցրել էր մի փոքրիկ խմբակ, նստել էր դրա վրա եւ անդադար հարստանում էր եւ մարդկանց թվում էր, թե հույս չկա, նա անդադար շարունակում էր կրկնել, որ հույս կա, որ ընդամենը պետք է բոլորով միավորվենք, նրանց ասենք գնացեք եւ նրանք կգնանք։ Նա ասում էր, որ եթե ես ծեծեմ ձեր դուռը եւ դուք այդ դուռը չբացեք, ես կմտնեմ լուսամուտից ու ձեզ կասեմ, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Պետք է խոստովանել, որ սկզբից նրան չէին լսում, կամ լսում էին քչերը։ Բայց դա անխոնջ, անդադար կրկնեց, մինչև բոլորը դրան հավատացին եւ մեկ վայրկյանում այդ օլիգարխական բուրգը փլվեց։ Հետո եկավ 2018 թիվը, հետո եկավ մեծագույն ոգևորությունը, նոր սկիզբ, բայց ճակատագիրը նոր փորձություն էր ձևավորել նրա համար եւ մեզ համար։ Եկավ պատերազմը, զոհեր, դժգույն օրեր, ինչու ոչ հիասթափություն, ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանը կկարողանա շարունակել իր դրական ընթացքը, կային շատերը, որ չէին հավատում, որ ընդհանրապես Հայաստանը կարող է որևէ ընթացք շարունակել։ Ոչ ոք չէր հավատում, որ խաղաղություն հաստատելը հնարավոր է։ Ձև չկա, խաղաղություն չի լինի, ասում էին նրանք։ Եվ ամենամութ պահերին, ամենադժգույն պահերին, երբ որ բոլորը կարծես թե կորցրել էին հավատը, նա ասում էր, ես այս փոթորիկի մեջ մեր նավակը հասցնելու եմ դեպի խաղաղ նավահանգիստ։ Նա անցավ դժոխքի, կարապտարանի, անեծքների, հայոյանքների, մեղադրանքների մեջով, բայց ասեց ու արեց։ Եվ ուրեմն, ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Լսվում է իմ ձայնը։ Իսկ ձեր ծափերը ողջունները ես լսում եմ հաճույքով եւ շնորհակալությամբ։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ իմ այսօրվա ելույթը սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 25, անմեղ մարդու աղոթքը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Դա տարա ինձ Տեր, քանզի ամբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար։ Փորձիր ինձ Տեր եւ քննիր ինձ, փորձիր երիկամներս եւ սիրտս։ Ողորմությունդ Տեր աչքիս առջև է եւ ճշմարտությունդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ եւ սեղանից շուրջը կնստեմ Տեր։ Թող լսեմ քո օրհնության ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ Տեր, սիրեցի քո բնակության վայրը։ Տեր, սիրեցի քո տան վայելչությունը եւ քո փառքի բնակության վայրը։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրենության մեջ են, ես աչը նրանց լի է կաշառքով։ Ես անվասիր ընթացա, փրկիր ինձ Տեր եւ ողորմիր ինձ, ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա պիտի լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։
Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։